Օրվա իրադարձությունների ամփոփ տեղեկատվությամբ Ցայգ մարզային հեռուստաընկերության ուղիղ եթերում այսօր լրատվականն է, տաղավարում Լիլիթ Մուրադյանն է, բարև ձեզ։ Լրահոսին հետևեք նախ մեկ տողով։ Երկրաշարժ Շիրակի մարզում ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ։ Բողոքավոր առևտրականներ կաթվածահար երթևեկություն, ով և ինչու էր շուկայում տեղադրել արգելապատնեշներ։ Պլաստմասե շշերի հսկայական կույտեր Գյումրի գետակի տարբեր հատվածներում։ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը տեղում է ծանոթացել ստեղծված իրավիճակին։ Ճանաչողական այց Գյումրի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանը հյուրընկալվել է Գյումրու քաղաքապետի։ Կողմ 77 դեմ 3։ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանից հավելյալ 100 միլիոն խորանարդ ջուր բաց թողնելու նախագիծը։ Ողբերգական դեպք Չելյաբինսկի մարզում ջրահեղձ է եղել 7 մարդ, այդ թվում 4 երեխա։ Բոլորը հայ համայնքի ներկայացուցիչներ են։ Ազգային դեմք ու դիմագիծ հանդիսատեսին անկեղծ էմոցիա փոխանցելու կարողություն։ Հուլիսի 4-ը տխուր աչքերով կատակերգուի ծննդյան օրն է։ Երկրաշարժ Շիրակի մարզում այսօր ժամը 10:21-ին արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 3.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը Քեթի և Մայիսյան համայնքների միջև ընկած հատվածն է, ուժգնությունն այնտեղ կազմել է 5 բալ։ Երկրաշարժը զգացվել է Գյումրիում, Ստեփանավանում, Արթիկում, Աշոցքում ու մարզի մի շարք համայնքներում։ Ինչի որ տալիս է, ասեն Գյումրիը։ Գրանցումներն են Գուրալպի վրա, Նարեկի և առուջ կայաններից մեր ստացած տվյալներն են, պարզ երևում է П ալիքի մուտքն է ու S ալիքի մուտքն է։ Սրանց միջոցով մենք մշակումներ ենք անում, հաշվում ենք մագնիտուդան, հեռավորությունները ու արդեն մյուս տվյալների հետ միասին հատման մեթոդով գտնում ենք էպիկենտրոնը։ Այսօրվա երկրաշարժի էպիկենտրոնը։ Էպիկենտրոնը Գյումրի քաղաքից 7 կիլոմետր հյուսիս, Քեթի և Մայիսյան գյուղերի միջև։ Ժամանակ առ ժամանակ սպասում էինք, որպեսզի ցնցում լինի, բայց այսօրվա տիպի ցնցում մեր տարածքում սպիտակի օջախային կոդում էինք մենք սպասում, բայց այսօր տեղի ունեցավ երկրաշարժ տեղական ժամանակով 10:21 րոպեին ուրեմն Գյումրիում շատ հարվածոցայնով երկրաշարժը զգացվել է, ահագին խորքային է երկրաշարժը, մենք տեղերում ինքներս շատ զգացինք այդ կմպոցը, ու հետո արդեն սկսվեցին այս ահազանգերը, ստացանք տվյալները մշակումից հետո գտանք, որ ավելի մոտ է Մայիսյան և Քեթի գյուղերին էպիկենտրոնը, այդ երկու գյուղերի միջև ընկած տարածքն է, մեզի կբազեն Գյումրիին մոտիկ է օջախը։ Գյումրի ուրեմն էպիկենտրոնում 5 բալ, Գյումրիում 4 բալ։ Մեր ուժեղ գրանցող սարքերը գրել են ուրեմն Լեննագանի ուժեղ գրանցող սարքները գրել Ձորաշենի և Նալբանդի։ Այդ նշանակում է, որ երկրաշարժը ահագին ինտենսիվ է։ Պատրաստում ենք գնալ մակրոսեյսմիկայի, տեսնենք վերջնական ինչ է տեղի ունեցել, որ գյուղերը շրջենք, տեսնենք ճակեր կան, չկան, ճակերի մասին դեռ տեղեկություն չենք ստացել, բայց որ ժողովուրդը խուճապի է մատնվել, այդ փաստ է, անընդհատ ահազանգեր ենք ստանում։ Մտահոգվելու։ Գիտեք, սեյսմոակտիվ կոդիում ենք գտնվում, միշտ պիտի պատրաստ լինենք նման երկրաշարժերի։ Այնպես որ ուշադրություն պիտի դարձնեն, փլվաշենքերի տակից չանցնեն, երեխաներին ուշադրություն դարձնեն։ Ուրեմն սեյսմոակտիվ կոդի է, ուրեմն ամեն ինչ հնարավոր է։ Այսօր վաղ առավոտից Գյումրու կենտրոնական շուկայի աշխատակիցները փակել են քաղաքապետարանի հարակից ճանապարհը։ Վարդանանց հրապարակում երթևեկությունը մի քանի ժամ կաթվածահար է եղել։ Շուկայի աշխատակիցներն առավոտյան գալով աշխատանքի տեսել են, որ շուկա տանող երկու մուտքն արգելափակված է բետոնե պատնեշներով։ Առևտրականները Գյումրու քաղաքապետից պահանջել են անհապաղ լուծում տալ իրենց խնդրին։
Վարդանանց հրապարակում երթևեկությունը կատվածահար է արդեն մի քանի ժամ։ Հրապարակի մի մասը, որը քաղաքապետարանին հարող տարածքն է, փակել են Լիանա տոնավաճառի ու հարակից տարածքներում առևտուր իրականացնող քաղաքացիները։ Նրանց բողոքը հստակ է, պահանջում են չզրկել մի կտոր հաց վաստակելու հնարավորությունից։ Գնացեք իրանցից իմացեք, գնացեք այնտեղ մի ամսեք ընչեք, փագյորես 500 հոգի մարդը ամեն մեկը 3 հոգի կպայ, այսինքն 1500 հոգի սոված է, եկուս պետք է նստի, մատ ուտենք, արուն ուտենք, ինչ ենք։ Ազիզ ջան, մենք կանգնած ենք շուկայում հացի գումարի համար։ Այսօրվա օրով մենք առել ենք տոննաներով աբրանքներ, բերել ենք գումար վաստակելու համար, շուկան փակած է։ Շուկայի կողքերը լրիվ բետոնապատված է։ Էս ինչ կկատարվի։ Սոված ծառամարտիկ հացի համար 20 դրամի համար եկեք կանգնել են, այսօրվա օրը չեն գնա իրանց համար մեր 10 դրամ տուն տանին, բռնել շուկան լրիվ փակած է։ Այսօր կանած է, սաղին հարցեր աղջիկ ջան։ Ես մի ադում եմ։ Վաղ առավոտյան աշխատանքի գալով առևտրականները տեսել են, որ շուկա տանող մի մուտքը փակված է բետոնե արգելապատնեշներով։ Գիշերը բերված ամբողջ միրգն ու բանջարեղենը մնացել են ավտոմեքենաների մեջ։ Եվս մի քանի ժամ այդպես կանգնելու դեպքում մթերքը վաճառքի համար կդառնա անպիտան։ Վերավաճառողները մեծ վարկեր ու պարտքեր են կուտակել։ Հիմա չգիտեն ինչ են անելու արդեն գնված մթերքը։ Ինչ որ բերել են գիշերվանից այդպես փակած մնացել է։ Երեխեք ջան, ինչի մեր հացը կկդրեն։ Քանի կոպեկ պետք է աշխատիկ թողեք ուտենք, փողը չենք աշխատի որ վերցնես։ Աստեղ այնտեղ բաժնելով մնացել ենք 0-ի վրա։ Մենք չենք սկան աբրանքը թափենք։ Համադեղ շոր կա, համե մերկի բազարն է։ Այն մարդիկ չեն ապրի, համե այս մարդիկ չեն ապրի։ Համի ինչ պետք է եղնի, թող ելին մի հատ մսեն ուր էր տանք։ Կանք էս կրիշը կանինք, կանք ստեղ կանինք, որտեղ տեղը տան, վերանգնիկ մեր առևտուրն են։ Երկար բողոքելուց հետո առևտրականները մի կերպ քաղաքապետարան մտան։ Այստեղ նրանց դիմավորեց փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը։ Միթե կարելի է բլոկադայի ենթարկել։ Չի կարելի, դրա համար ասեցի մի անաբախը բացենք, իրաձել պատժենք ինչ որ։ Այս մեկը Խոստումը տրվեց ու կատարվեց րոպեների ընթացքում ոստիկանության աշխատակիցները առևտրականներին ուղեկցեցին շուկա։ Մինչ հատուկ տեխնիկայի գալը առևտրականները փակեցին Շահումյան փողոցը։ Հոկտեմբերյանի տեկերիմ հասել մսե, որ 2 կոպեկ հաստանը մեր եղապայեմ։ Ծիրան են բավաճարում, լոբիա, վարունգա, ինձ սեպական աբրանքնա, չպերեմ ծախեմ։ Մեկն էլ թողնա այդ հոպուկ դիկա հարևտուրեն օգտուրեն երեխուպայ։ Որտեղ տեղը մենք կտուժվինք, ուժեղի մոտ միշտ է թույնն եմ եղավոր, հեմի սաղը սրպեք հաշվել եք, մենք ստեղ Անվտանգության նկատառումներից ելնելով ոստիկանության աշխատակիցները ազատեցին տարածքը։ Տեխնիկայի միջոցով արգելապատնեշները քանդվեցին ու բեռնատար ավտոմեքենայի միջոցով հեռացվեցին տարածքից։ Տարածքն ունի սեփականատեր, որը որևէ պարզաբանում դեռևս չի տվել։ Գյումրու քաղաքապետարանից էլ խոստացել են հստակեցնել, ով է փակել տարածքն ու ինչ նպատակով։ Քննչական գործողություն է տարվում, պարզելու կատարվածի հանգամանքները։ Հեղինե Մանուկյան, Խան Հովանիսյան, այսօր։ Շուկայի բետոնե պատնեշը վերացնելուց հետո Գյումրու քաղաքապետարանի համապատասխան բաժինն ուսումնասիրություններ է անցկացրել պարզելու ով է փակել տարածքն ու ինչ նպատակով։ Այդ մասին պարզաբանում է տվել փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը, նշելով, որ շուկայի փակված հատվածը համայնքապատկան տարածք է։ Ահազանգը ստացվեց մեր կողմից, ուսումնասիրվեց եւ ոստիկանության միջոցով արագ հարցին լուծում տրվեց, ճանապարհը բացվեց։ Ընդամենը սա եղել։ Դե այս պահին ես չեմ կարող ասել, դրանով համապատասխան մարմինները կզբաղվեն, ասեն, բարձեն թե ով է այդ ճանապարհը փակել։ Ուղղակի մենք կողմից ուսումնասիրվեց, տեղում նայեցինք, որ իրոք ճանապարհը բետոնյա պատնեշով փակված էր, ոստիկանության միջոցով արագ այդ պատնեշը հեռացվեց, ճանապարհը բացվեց, ընդամենը սա, իսկ ով է արել, ինչ է արել, դա արդեն կպարզվի հետագայում։ Ճանապարհը սեփականատեր չունի, ճանապարհի սեփականատերը Գյումրի համայնքն է։ Համայնքի հողատարածքի, համայնքի տարածքն է, դրա համար էլ բացվեց անհրաժեշտ։
Պատկան մարմինները պիտի զբաղվեն լուծում տան, որպեսզի չկրկնվի։ Դժգոհության մեկ այլ ալիք պլաստմասե շշերի հսկայական կույտեր Գյումրի գետակի տարբեր հատվածներում ահազանգի հետքերով Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը եղել է Առափիի վարչական եւ ավտոկայան թաղամասի տարածքներով հոսող Գյումրի գետակի մերձակայքում, տեղում ծանոթացել ստեղծված իրավիճակին։ Գետակում գոյացած պլաստմասային աղբակույտն ըստ պատասխանատուների բնակիչների անբարեխիղճ վերաբերմունքի արդյունք է։ Շիրակի մարզպետը նշել է, որ առաջիկա մի քանի օրերին կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ գետակը մաքրելու նպատակով։ Ձեռնարկվող միջոցառումները սակայն ուղղված չեն լինի միայն տարածքը մաքրելուն, հարկավոր է նաև պահպանել այն։ Այսինքն եթե այստեղ էս արգելապատնեշը չլիներ, այս ամեն ինչը գնալու էր ամեն ինչը գնալու էր կան ջրամբար։ Ախուրյանի ջրամբարի մագերետը կվերցնենք։ Եվ Ախուրյանի ջրամբարից մենք ոռոգում ենք Արաջան դաշտավայրը։ Հոկտեմբերյան ամբողջ տարածքը։ Սա մարդու անխնա սպառողական վերաբերմունքն է բնության հանդեպ։ Շատ ավելի հեշտ կլինի, եթե մենք կարողանանք այս ներկայացան համախոզությունը կանխենք, անհետո միջոցներ անենք, որպեսզի կարողանանք սա մաքրել։ Ամբողջ ճանապարհը, որը գալիս է Երևանից Գյումրի, հենց աղբա։ Լավ, մենք մի անգամ մաքրել ենք, մենք պետք է ունենանք մի քանի լուծում։ Առաջինը ուղիչ լուծումներն են, աղբը թափվել է։ Մի անգամ արեցինք շաբաթօրյակ, աղբը մաքրվեց, էլի աղբը կուտակվում է։ Էլի մարդկանց այդ խնդիրն է։ Դրա համար մենք ուղիչ գործողությունների հետ միասին պետք է իրականացնենք նաև կանխարգելիչ միջոցառումներ։ Մասնավորապես այստեղ է ձեր դերը շատ կարևոր, որպեսզի կարողանանք քարոզարշավ սկսենք մամուլի միջոցով, դպրոցներում, մանկապարտեզներում, որպեսզի մարդիկ սա չանեն, որովհետև ինչ է կատարել, մարդը շիշը խմել է, շպրտել է գետը։ Այսինքն չի ուզեցել ծուլացել է, գնա գցի աղբավայր, աղբի ամանի մեջ, հա։ Այսքան պետք է կարողանանք կանխարգելիչ, էկո դաստիարակություն կամ նաև գեղեցիկ բառ, էկո խիղճ, այդ աշխատանքներ իրականացնենք փոքր տարիքից երեխեքը որ մեծանան։ Եվ նաև պետությունը պետք է այդ պարտավորությունը կատարի, այսինքն եթե կա աղբաման, եթե մարդը աղբամանի մեջ չի գցում, ուրեմն ինքը պետք է պատժվի։ Օրենքը մեզ այդ հնարավորությունը տալիս է, բայց եթե չկա աղբաման, այդ դեպքում իհարկե մի քիչ ավելի դժվար է գալիս։ Ճանաչողական այցով Գյումրիում էր Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարետ Ֆարնուորթը։ Նա հյուրընկալվել է Գյումրու քաղաքապետին։ Սամվել Բալասանյանը խոսել է Հանրապետության երկրորդ քաղաքի պատմական հարուստ ժառանգության մասին, ներկայացրել Գյումրու դիմագիծը։ Զրուցակիցները նշել են, որ փոխադարձ այցելությունները պարբերական բնույթ կկրեն։ Բրիտանական կողմը շեշտել է, որ տպավորված է Գյումրու գեղեցկությամբ և մի քանի ոլորտներում գործակցության հեռանկարներ է տեսնում։ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է Սևանից հավելյալ 100 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու նախագիծը, որով առաջարկվում է ներկայիս տարեկան 170 միլիոն խորանարդ մետրի փոխարեն լճից բաց թողնել 270 խորանարդ մետր ջուր։ Նախագծին կողմ են քվեարկել 77 դեմ 3 խորհրդարանականներ, դեմ էին ելք-խմբակցության падգամավորները։ Լրացուցիչ ջրառի անհրաժեշտությունը կառավարությունը հիմնավորում է էներգետիկ և ոռոգման կարիքներով։ Ազգային ժողովի նիստերի դահլիճում և խորհրդարանի շենքի դիմաց Սևանից լրացուցիչ ջրառի հարցը քննարկվեց։ Մինչ ջրպետկոմի նախագահը ներկայացրեց դրա անհրաժեշտությունը, բնապահպանները Սևանը փրկելու ակցիա անցկացրեցին։ Ջրառ չիրականացնելու դեպքում կունենանք ջրի դեֆիցիտ, հայտարարեց Արսեն Հարությունյանը։ Կիսատ են ջրամբարները, սակավատ ջուրգետերը։ Եթե հավելյալ ջուր բաց չթողնվի, թերի ոռոգման պատճառով գյուղմթերքի կորուստ կունենանք։ Սևան հրազդան համակարգում առկա է 117 միլիոն խորանարդ մետր ջրի դեֆիցիտ անցած տարվան նկատմամբ։ Հստակ ձևակերպեք խնդիրը, որպեսզի խորհրդարանը կողմնորոշվի, թե ինչպես է քվեարկելու, այլապես հասկանալի չի ինչու եք դուք այստեղ կանգնած։ Մենք հիմա կշեռքի նժարին դնում ենք երկու հարց։ Մեզ ինչն է կարևոր, ապահովելով դրական սալդո տարվա վերջին, ինչը պահանջվում է օրենքով, հնարավորություն տանք, որպեսզի գյուղացիները ունենան ոռոգման ջուր, թե հավելյալ 10 սանտիմետր բարձրացնենք, ինչի արդյունքում շուրջ 130,000 շահառուների թողենք առանց ջրի։ Ինչու պետք է Սևանից հավելյալ ջրառ իրականացվի, կառավարությունը լավ չի հիմնավորում, նկատեց Նաիրա Զոհրաբյանը։ 97 միլիոն կիլովատժամ էլեկտրաէներգիայի հաշվարկից ակնկալում ենք
շուրջ 2.5 միլիարդ դրամի հասույթ։ Հասույթից ըստ նախնական բանակցությունների մենք փոփոխական ծախսերը, որոնք արվել են այս հավելյալ հասույթը ապահովելու համար, կփոխհատուցենք օպերատորներին, մնացած գումարը կգա պետական բյուջե։ Այդ լրացուցիչ միջոցները, որոնք ուղղվելու են արտաբյուջե, ինչպես են ծախսվելու, հետաքրքրվեց Աղվան Վարդանյանը։ Եթե ինձ լսենք, ամբողջ գումարը կծախսենք ոռոգման համակարգի վրա։ Եթե ինձ էլ հարցնեք, ճիշտ կլինի, իհարկե կարևոր է ոռոգման համակարգի ձեր խնդիրները, այդ գումարները կառավարության համար եմ ասում, մի մասով ծախսվեն ոռոգման համակարգի վրա, այն խնդիրները, որ դուք ունեք, եւ մի մասով ծախսվեն նույն Սևանա լճի կարիքների համար մաքրման բազմաթիվ այնտեղ այլ աշխատանքներ կան։ Առաջարկը ես կփոխանցեմ կառավարություն։ Սևանին զոն հյուսելուց բացի գործ անելու Մանեթ Հանդիլյանի նկատառմանը Վարդան Բոստանջյանն արձագանքեց։ Ինքն անձամբ զոն չի հյուսում, Սևանի մասին նախագիծը Վիկտոր Դալաքյանի հետ են գրել։ Նոր նախագծի տեքստը թեև իր դիտարկմամբ հակասահմանադրական է, սակայն հողօգտագործողին օգնելու համար նախագծին կողմ կքվեարկի։ Չեմ ուզում էլ ավել պակասվող։ Էդուարդ Շարմազանովը իր բնութագրմամբ խոսեց հին հունական ոճով, հարց տվեց, պատասխանեց. Սևանը ազգային հարստություն է, այո, պետք է հոգ տանենք, այո։ Այն կարծիքը, որ այս տարիների ընթացքում կամ վերջին 10 տարիների ընթացքում իշխանությունները, կառավարությունները, քաղաքական մեծամասնությունը որևէ քայլ չի ձեռնարկել կամ բավարար ուշադրություն չի դարձրել Սևանի էկոհամակարգի, Սևանի լիճի հիմնախնդիրներին, դա իրականության չի համապատասխանում։ Այս հարցով կառավարությունը 3 անգամ եկել է խորհրդարան, հիշեցրեց Աղվան Վարդանյանը։ Այդուհանդերձ վերջին 15 տարում Սևանի մակարդակը 4 մետրով բարձրացել է։ Նախագծի դեմ պայքարողներին խորհուրդ տվեց համագործակցել կառավարության հետ եւ բնապահպանական համատեղ ծրագրեր իրականացնել։ Ինձ համար մի քիչ անհասկանալի է, գիտեք, այս նաեւ մեր հասարակական կազմակերպությունների ոնց շատ բարձր եմ գնահատում բնապահպան, սոս հնչեցնելը, սա կատաստրոֆա է եւ այլն եւ այլն։ Տարական ոչ մի տրամաբանությունը հուշում է, որ կատաստրոֆա չէ։ Կողմ 77, դեմ 3 ձեռնպատ չկա։ Առաջին ընթերցմամբ խորհրդարանը նախագիծը ընդունեց, դեմ էին միայն ելքի 3 падգամավորները։ Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընդերքօգտագործման ոլորտի պետական կառավարման համակարգի բարեփոխումներին վերաբերող հարցեր։ Վարչապետին են ներկայացվել ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կազմակերպման եւ այդ նպատակով կառուցվածքային փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան աշխատանքային խմբի քննարկումների արդյունքները եւ հիմնական եզրահանգումները։ Կառավարության ղեկավարը ընդհանուր առմամբ հավանության արժանացնելով աշխատանքային խմբի կողմից մշակված առաջարկությունները հանձնարարել է շարունակել աշխատանքները ընդերքի ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզի շուրջ։ Նախագահ Սերժ Սարգսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանություն, հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանատան աշխատակիցներին եւ իդեմս նրանց Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին, մաղթելով բարեկեցություն եւ շարունակական զարգացում։ Նախագահ Սարգսյանը եւ դեսպան Միլսը Միացյալ Նահանգների դեսպանության բակում նախ Ծիրանենի են տնկել։ Միացյալ Նահանգների դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին այցելության եւ շնորհավորանքի համար, նշելով, որ ուրախ ու հպարտ է հանրապետության նախագահի հետ միասին տնկել գեղեցիկ Ծիրանենին ԱՄՆ դեսպանատանը, ի նշանավորումն ԱՄՆ անկախության 241-րդ տարեդարձի եւ հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի։ Արցախի հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵՀԿ առաքելությունը հուլիսի 4-ին Արցախի եւ Ադրբեջանի սահմանին պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի արևելյան հատվածի ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում են Լեռնային Ղարաբաղի հանրապետության արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, Արցախի հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն եւ Օգնեն Յովիչը։ Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Գենադիե Պատրիկան եւ անձնական օգնական Սայմոն Թիլերը։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր։ Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։
Ողբերգական դեպք Չելյաբինսկի մարզում Մաքսիմկա լճում ջրահեղձ է եղել 7 մարդ, այդ թվում 4 երեխա, բոլորը հայ համայնքի ներկայացուցիչներ են։ Նավակը շրջվել է, նավակում գտնվող մարդիկ հայտնվել են դրա տակ։ Քննչական կոմիտեն կատարվածի կապակցությամբ քրեական գործ է հարուցել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասով։ Սարսափելի պատահար Չելյաբինսկում, որը խլել է 7 մարդու կյանք։ Հուլիսի 2-ի երեկոյան Մաքսիմկա լիճ հանգստի մեկնած 3 հայ ընտանիք նշել է երեխաներից մեկի վերջին զանգը։ Տղամարդկանցից մեկն իր եւ 2 եղբայրների երեխաների հետ նստել է նավակը, որը հանկարծակի շրջվել է։ Երեխաներն ու տղամարդը հայտնվել են նավակի տակ։ Նրանց օգնության են հասել ափին կանգնած 2 տղամարդիկ, մյուս երեխաների հայրերը։ Ես այստեղ էի կանգնած, ինձ հետ եւս մի քանի կանայք, նավակը շրջվեց, մենք փորձում էինք օգնել նրանց։ Նավակը նախատեսված է եղել 4 հոգու համար, սակայն այնտեղ եղել է 9 մարդ, 6 երեխա եւ 3 մեծահասակ։ Նրանցից միայն 4-ին է հաջողվել փրկվել։ Այսօր ավարտվել են Մաքսիմկա լճում մահացած վերջին անձի որոնումները։ Գետից դուրս են բերվել 1979 թվականին ծնված Արմանի, 1981 թվականին ծնված Արենի եւ 1972 թվականին ծնված Արթուրի դիակները, ինչպես նաեւ 10 տարեկան Էլենի եւ 2 տարեկան Արսենի մարմինները։ Ավելի ուշ հայտնաբերվել են 8-ամյա Դավիթի եւ 15 տարեկան Արտյոմի դիակները։ Նրանք ուղղակի ցանկանում էին երեխաներին փրկել, բայց չհաջողվեց։ Մահացածներից մեկը փրկեց որդուն։ Դեպքը տեղի է ունեցել ափից մոտ 50-ից 100 մետր հեռավորության վրա։ Չելյաբինսկի փոխնահանգապետ Օլեգ Կլիմովը լրագրողներին հայտնել է, տղամարդիկ ափին ալկոհոլ են օգտագործել։ Նշվում է նավակի շրջվելու պատճառը գերծանրաբեռնվածությունն է եղել։ Ոչ մեկի հագին փրկարարական բաճկոն չկար։ Փրկված կանանցից մեկը շոկային վիճակում է, չի կարողանում խոսել։ Նա փոքր որդուն գրկած է լողալով ափ հասել։ Տարածքը վարձակալված է եղել անհատի կողմից, որը գրանցված չէ որպես լողափ։ Այն նախատեսված չէ լողալու համար, միայն հանգստի։ Նավակը հավաստագրված չի եղել այնում, հետևաբար համապատասխան ստուգումներ չի անցել։ Աշխատել է 4 խումբ, որոնք զննել են գետի 4 ափերը, ինչպես նաև միջնամասը։ Աշխատել է 34 մարդ, 8 տեխնիկա եւ 4 սուզակ։ Չելյաբինսկի նահանգապետը մահացածների ընտանիքներին նյութական օգնություն կդրամադրի։ Զոհերին կհուղարկավորեն Կրասնոդարում։ Լիլիթ Պապոյան, Կարեն Թադևոսյան, այսօր։ Չինաստանում ավելի քան 30 մարդ դարձել է տարբեր շրջաններում գրանցված ջրհեղեղների զոհ, հորդառատ անձրևների հետևանքով իշխանությունները տարհանել են 100,000-ավոր մարդկանց, աղետի հետևանքով քանդվել է 19,000 տուն, 15 մարդ անհետ կորած է համարվում։ Վնասը կազմում է 2,65 միլիարդ դոլար։ Ըստ օդերևութաբանների անձրևները կշարունակվեն մինչև շաբաթվա վերջ։ Միջազգային լրահոսին հետևեք տեսաշարով։ Սարսափելի վթար է տեղի ունեցել Բավարիայում։ Զբոսաշրջիկ թոշակառուներ տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատարին եւ ամբողջությամբ այրվել։ Մարդիկ չեն կարողացել լքել ավտոբուսը։ Նախնական տվյալներով կա 18 զոհ, 30 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Ուղևորները եղել են 66-ից 81 տարեկան։ Բոստոնում տաքսու վարորդը մեծ արագությամբ մխրճվել է մարդկանց խմբի մեջ։ Դեպքը տեղի է ունեցել օդանավակայանի մերձակայքում։ Կա 10 տուժած։ Պարզվել է, որ տեղի ունեցածը կապ չունի ահաբեկչության հետ։ Վարորդը պարզապես կորցրել է մեքենայի կառավարումը։ Ամերիկյան Նյու Ջերսի նահանգում հրաձգության հետևանքով 4 մարդ է տուժել, այդ թվում 2 երեխա։ Հաղորդվում է, որ տուժածներից մեկը ինքնուրույն հասել է հիվանդանոց։ Ֆրանսիական Թուլուզ քաղաքում 2 հոգի մոտոցիկլով մտել են հրապարակ եւ կրակել մարդկանց ուղղությամբ։ 1 զոհ կա, տուժել է 6 հոգի, 2-ը ծանր վնասվածք են ստացել, քննություն է ընթանում։ Բանգլադեշում կարի գործարանում պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Պայթյունը որոտացել է գործարանի կաթսայատանը։ Պայթյունը տեղի է ունեցել, երբ աշխատողները փորձել են վերագործարկել կաթսան։ Հյուսիսային Կորեան հայտարարել է միջմայրցամաքային հրթիռի առաջին հաջողված փորձարկման մասին։ Այն անցել է 930 կիլոմետր ու ընկել ճապոնական ծովում։ Ճապոնիայի վարչապետը Փհենյանի գործողությունները որակել է սադրանք եւ հայտարարել, որ պատրաստվում է G20 գագաթնաժողովում Ամերիկայի եւ Հարավային Կորեայի հետ քննարկել Հյուսիսային Կորեային զսպելու մեխանիզմները։
Չինաստանի հարավում ջրհեղեղի հետևանքով 56 մարդ է զոհվել, 22-ն անհետ կորած է համարվում։ Քաղաքացիական գործերի նախարարությունը հայտարարել է, որ անցյալ շաբաթվա կեսերին երկրի հարավային մի քանի քաղաքներում տեղումների մակարդակը հասել է 48.6 սանտիմետրի։ Երկրի հարավային Հունան նահանգում խոշոր գետերի եւ լճերի մակարդակը հասել է վտանգավորի, իսկ ամբարտակի փլուզումը լայնածավալ տարհանման պատճառ է դարձել։ Մարիա Ռաքելյան, Կարեն Թադևոսյան, այսօր։ Կրեմլն այսօր պաշտոնապես տեղեկացրել է, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը տեղի կունենա Համբուրգում հուլիսի 7-ին, այդ մասին ասել է Կրեմլի խորհրդական Յուրի Ուշակովը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավնովն ասել է, որ երկու գերտերությունների ղեկավարների հանդիպումը կարևոր նշանակություն ունի, մասնավորապես Սիրիայի պատերազմի կարգավորման առումով։ Մեծ 20-յակի գագաթաժողովի շրջանակում կայանալիք հանդիպումը, հիշեցնենք, կլինի երկու պետությունների ղեկավարների առաջին դեմ-առ-դեմ հանդիպումը Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո։ Մինչ այդ նրանք միայն հեռախոսով են զրուցել 3 անգամ եւ փոխադարձ այցեր են կատարել ԱՄՆ պետքարտուղարն ու Ռուսաստանի արտգործնախարարը։ Շարունակենք, Հայաստան-Թուրքիա երկխոսության ծրագրեր, ճանապարհորդական դրամաշնոր փորձի փոխանակման նախագիծ։ Գյումրիում տրվել է սահմաններից վեր 2017-2019 ծրագրի պաշտոնական մեկնարկը։ Այն իրականացվում է Հրանտինգ հիմնադրամի եւ Գյումրու երիտասարդական նախաձեռնություններ կենտրոնի նախաձեռնությամբ, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության հակամարտությունների, կայունության եւ անվտանգության հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է խրախուսել երկու հարևան երկրի միջև փակ սահմանի ետևում անհատական եւ ինստիտուցիոնալ կապերը, ինչպես նաեւ ոլորտային գիտելիքների փոխանակումը։ Ծրագրի շրջանակում աջակցություն կցուցաբերվի 150 անհատի, որոնք ցանկանում են որևէ նպատակով այցելել Թուրքիա։ Ես շատ ուրախ եմ գտնվել այսօր այստեղ 2017-2019 թվականների համար նախատեսված սահմաններից վեր ծրագրի բացման պաշտոնական արարողությանը, որի նպատակն է խրախուսել մարդկանց միջև շփումները, ինչպես նաև մարդկանց եւ կառույցների միջև շփումները եւ գիտելիքի փոխանակումը Հայաստանի եւ Թուրքիայի միջև, անցնելով սահմաններից անդին, փակ սահմանից անդին։ 2009 թվականից ի վեր, երբ մենք մեկնարկեցինք մեր Հայաստան-Թուրքիա ծրագրերը, մեր գոլեգաների հետ երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի, մենք փորձում ենք միշտ մշտապես ներկա գտնվել նաև Գյումրիում։ Եվ մեզ համար պատիվ է, որ ծրագրի այս նոր փուլի մեկնարկի միջոցառում մենք կարողացել ենք կազմակերպել այստեղ Գյումրիում։ Մենք կարիք ունենք հարաբերություններ ձևավորելու։ Մենք կարիք ունենք հարևանների հետ զրո պրոբլեմ ունենալու։ Մենք կարիք ունենք զարգացման մեջ օգտագործելու այն ամեն ինչը, ինչով մենք շրջապատված ենք։ Եվ ես հորդորում եմ բոլորիդ, որ դուք նայեք Թուրքիային ոչ թե մենակ թշնամի, ոչ թե մենակ արյունալբու, ոչ թե եղեռնի հեղինակ, այլ նայեք հարևան, որը ինքը քու կարիքը դունի։ Ոչ մեր կազմակերպությունը, ոչ էլ Հրանտինգ հիմնադրամը նպատակ չի հետապնդում սեր քարոզելու կամ մոռացություն առաջացնելու պատմական իրողությունների նկատմամբ, որոնց հետ մենք իհարկե բոլորս էլ հաշվի պետք է նստենք, թե Հայաստանում եւ թե Թուրքիայում, սակայն առաջ գնալու համար մենք որպես երիտասարդ սերունդ պետք է ունենանք հնարավորությունը ստեղծելու մեր հնարավորությունները, ստեղծելու մեր անձնական պատմությունները եւ դրա համար այս ծրագրերը, որոնք խրախուսում են փոխադարձ այցեր, որոնք խրախուսում են մասնագիտական փոխանակում, մշակութային երկխոսություն, դրանք մեզ համար շատ կարեւոր են։ Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ, դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ եւ լաց կա, եւ ծիծաղ, եւ հումոր։ Դերասանական արվեստի ամենամեծ գործիքն աչքերն են։ Այսպես էր մտածում մեր Ֆրունզը։ Հուլիսի 4-ը տխուր աչքերով կատակերգուի Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն էր։ Հայ մեծ դերասանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, մայրը վանեցի։ Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագից հաղորդելու հմտությունը, էկրանին ճշմարիտ զգացողությունը, հանդիսատեսին անկեղծ էմոցիա փոխանցելու կարողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու հայ թատրոնի եւ կինոյի պատմության ինքնատիպ անունների շարքում։ Հանճարեղ դերասանի արձանի մոտ ծաղիկներ են դրել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Մհեր Մկրտչյանի թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանն ու հանրապետության տարբեր քաղաքներից ժամանած հյուրեր։ Գյումրու հետ շատ նուրբ ու շատ հարազատ
ծիծաղի շատրվան է, երջանկություն նվիրելու մեծ ակունք, քանի որ նա ապրում էր իր անելանելի եռանկյունու մեջ, միշտ երազեց կտորմը երկինք, եւ իրոք այսօր այդ կտորմը երկինքը բերում են մեր երիտասարդները։ Ուզում եմ իր խոսքերով արտահայտվել, նա ասում էր, որ մեկ սերունդը բավական չէ, որ ինձ արժևորի, դեռ պիտի կան շատ սերունդներ, որոնք կարողանան արժևորել ինձ։ Տիեզերքը ականջալուր է այս ամենին, եւ նա այսօր ամեն պահ մեզ անակնկալներ է մատուցում, որովհետեւ այդ մեծ անակնկալների մեջ արժևորվում է սիրո վեհությունը։ Երբ որ գալիս էր քաղաք, հիմնականում Երևանից ուրեմն հյուրախաղերով հենց այդ ժամանակահատվածում հուլիս-օգոստոս ամսին լցվում էր ամբողջ Գյումրին, բարի խմբերը, թատերական, թատրոնները եւ այլն, պարզ է մեր այդտեղ ամենամեծ դերակատարումն ուներ եւ նա էր բերում եւ այստեղ շատ հետաքրքիր ժամանակ էին անցկացնում, բոլորս ուրախանում ենք, որ նրանք եկել են, ուրախանում ենք Չանչուրյանով, ուրախանում ենք Մհեր Մեգրճյանով եւ այլն, այսինքն այս խմբերը շատ հետաքրքիր ժամանակահատված էր եւ մենք այդ ժամանակ ուսանում ենք։ Պարզ է, մեր հետ չէր կարող ես ասեմ թե մոդիկ եմ եղել, մոդիկ չեմ, բայց չէի կարող ես որ ասենք շատ սիրելով ծանոթանալ եւ շատ պատահական եղել այդ ծանոթությունը, ուղղակի հենց սեղանի շուրջ մենք հանդիպեցինք մեր ուսանող ընկերներով, ինքը մեզ շատ հետաքրքիր հարցեր էր տալիս ու հասկանալով թե ասենք ինչպիսի անեկդոտներ կան, ինչ կա Գյումրիում, ինչ կա Մանկավարժական ինստիտուտում։ Չեմ կարողանում ու չեմ ընդունի, եղել ես ու կաս դու միշտ մեր կողքին։ Ահա Դմբուզը իր մուզ կամանդով նոր Հայաստանի նոր կյանք է մաղթում։ Իշխանը Պավլեն, Զավենն ու Օթելոն նորից Ռևազի ոչխարն են մորթում։ Վալիկ Նոթաչու Ռուբիկի ցիտած իմաստուն խոսքն է հերթական լսում, ապա հավելում. առաջ մտածիր, նոր հետո խոսիր, այդպես եմ կարծում, յատակ դումայու։ Իրադարձային օրն այսպիսին էր, եղեք իրազեկ հետևելով այսօրի թողարկումներին ցտեսություն եւ ամենայն բարիք ձեզ։